Բեռնատարների գալուն են սպասում գետաշենցիները, որ իրենց այգիների բերքը տանեն Ռուսաստան, ինչպես նախկինում։ Այս տարի նույնիսկ մի բեռնատար չի մտել գյուղ։ Ամեն տարի այս սեզոնի վաղտը ամենակիչը 5-6-7 դուրեր կայնում արտահանում են երկրից դուրս։ Իսկ հիմի տան մեզ բազարը ջրիկին։ Արամ Պապն ասում է տոննաներով կերասը ստիպված են հասցնել շուկա ջրի գնով վաճառել, որ գոնե ծառերին չմնա չփչանա։ Միտենանք վերջ ինչ կլնի, լայսի առեջի բերքնա կերողին, լայքուս սիրանը շատ կլնի, ընդե տեղտա, դամբուլա, ավելի ահրելի կլնի, նատ վիճակի ինչ պդիրնի։ Արամ Պապի աշկաչափով իր այգուց այս տարի 5-6 տոննա ծիրան է քաղելու, մինչև հիմա որևէ գնորդ չի հետաքրքրվել, բերք ունի թե չունի։ Որտեղ է վաճառելու տոննաներով ապրանքը, չի գտնում այս հարցի պատասխանը։ Տանջվում ենք, չարչուրում ենք, կալում ենք տուն, փորը փոշման, նստում ենք, սպասում ենք, ասում ենք Յարաբաստված, տեն ասում է լոր կպացվի, որ տանեն դուս։ Տարեց մարդուն թևաթափ է անում միտքը, որ Հայաստանից միրգ ու բանջարեղեն այլևս չի հասնելու ռուսական շուկա։ Նա չի հավատում, որ իր այգու ծիրանը, դեղձը, սալորը կարողանալու է հասցնել եվրոպական երկրներ։ Իրենց ապրանքը երկրից դուրս հանելու համար պատասխանատու պաշտոնյաների խոսքերին այլևս չեն հավատում գյուղացիները։ Եվրոպայի շուկան մեր ապրանքները կեթանդ է։ Ընդ սիրում են ստանդարտ, յուրահատուկ։ Ընդ կեթա մեր ապրանքը։ Որ ասենք թե մեր տոննայից 200 կիլո է, բայց 800 կիլոն ինչ անես։ Թափեշուրը։ Եթե չկարողանան դուրս հանել բերքը, ստիպված են էժան տալ պահածոյի գործարաններին, որ գոնե մի քիչ փող մնա հարկ ու վարկ տալու։ 6000 քառակուսի մետր այգուց հատիկ առ հատիկ հավաքել են կերասը, որ տանեն շուկա մի քանի կոպեկ տուն բերեն։ Բայց ապրանքի երեսին նայող չկա, ասում է Տիկին Սիլվան։ Հարկադիր եմ, 1.800.000 դրամ ու ամեն օր խեղտած ուզում են, ամեն օր ինձ զանգ է գալի արեգակից։ Բա ոնց փակեմ, եթե ծառներս բերք չի բռնե։ Հայ-թուրքական սահմանի պրնկին Արաքս գյուղից այսօր շուկա են հասցրել իրենց մի քանի բուռ բերքը ու ջրի գնով վաճառել, ասում է այգետեր Տիկինը։ Հերիք չէ ցուրտն այս տարի ծառերին բերք չի թողել, մի բան էլ գնորդ չկա, չտեսնված բան է։ Կարող է այս տարի լինի 100 կիլո, բայց այդ 100 կիլոնը չեն կարող վաճառենք։ 200 դրամով ատաղած գիլազը վաճառ է, որ ոչ մի տարի 200 դրամով գիլազ չի վաճառվել։ Խուրերը գալիս էին, հենց հողի միջից էլ հավաքում տանում։ Ինչքանով էին տանում։ 1000 դրամով, անցած տարի մենք 1000 դրամով ենք վաճառել։ Հայկական պտուղ բանջարեղենի ռուսական շուկա մուտքի սահմանափակման հետևանքները նոր-նոր է զգում հայ գյուղացին։ Տիկին Սիլվայի խոսքով նախկինում նույնիսկ մտքով չէր կարող անցնել, որ բերքը վաճառելու խնդիր կունենան։ Պետությունը գյուղացուն ոսկե սարեր էր խոստանում, հիմա նորից կոտրած աշտակի առաջ են կանգնել։ Միջև ընտրություն ասում են 5-6 երկրի հետ պայմանավորվածություն ունեն, որ բոլորն են ռուսը եթե թույլ էլ չտա, իրանք թույլ կտան ուրիշ ճանապարհներով մեր բերքը դուրս կգնա։ Բա ինչ եղավ էդի, բա ինչի բիբար ընտրությունից հետո հետ եկա ֆուրով։ 10 անգամ պակաս է ծառերի բերքն այս տարի, նախորդ տարվա համեմատ նկատում է Արաքսցի այս կինը։ Վարկերն ու հարկերը դեռ մի կողմ, ապրելու խնդիր կա։ Էդգար Ղուշչյան, Աննա Գյուլնազարյան և Արաքել Օհանյան, Հայլուր։